Արտաքին ուժերին վերագրումները բնականաբար լինելու էր, որովհետև ընդդիմադիր խոշոր բևեռները բնականաբար ցույց են տալիս իրենց լոյալությունը Ռուսաստանի հանդեպ, Փաշինյան, Պուտին վերջին հանդիպման ժամանակ Պուտինի խոսքերն էլ եւս ոնց որ նպաստեցին դրան, որ այս քաղաքական ուժերին ավելի շատ նույնացնում են, այլ ակնհայտ է դառնում ռուսական աջակցություն այս քաղաքական թևին, նույնը կարելի ասել նաև իշխանությունների մասով Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովը ակնհայտորեն աջակցություններ նաև գործող իշխանություններին ու համենայն դեպս հանրության մոտ այդ ընկալումը կա, ուստի երևի թե տրամաբանական է, որ ամեն քաղաքական ուժ այն մյուսին փորձելու է մեղադրի արտաքին ուժերի աջակցություն ունենալու հարցում։ Իսկ ինչ վերաբերում այդ սպառնալիքներին, այստեղ կարծում եմ Ռուսաստանի գլխավոր խնդիրն էլ է կանում դրանում, որովհետև եթե մենք հետևենք քաղաքական ուժերի առաջարկներին, իրենց խոսույթին, հիմնականում այդ վախն ու սպառնալիքն է, եթե մենք չանենք սա, Ռուսաստանը մեզ կպատժի սրանով։ Այսինքն դա առհասարակ բացասական ազդակ է։ Այսինքն ոչ մի դրական ազդակ Ռուսաստանի հետ կապված, որ եթե մենք լոյալությունը պահենք Ռուսաստանին, այն չափով, որով մենք ենք ցանկանում, որտեղ չեմ կարծում, թե մենք առհասարակ ինչ-որ թշնամական վարք ենք ցուցաբերում, բավականին լոյալ ենք համեմատած տարածաշրջանի մյուս երկրների էլ, երևի թե ամենալոյալը մենք ենք ամեն դեպքում Ռուսաստանին, եկեք անկեղծ լինենք, Վրաստանն ու Ադրբեջանը շատ ավելի բարդ ու կոշտ հարաբերություններ ունեն իրականում Ռուսաստանի հետ, քան մենք։ Այսինքն այս լոյալության հարցը ոնց որ դա քննարկելի բան է,